իմ գործընկեր Հովսեփ Խուրշուդյան, բարև, ներողություն եմ խնդրում, պետք է ընթերցեմ։ Ուզում եմ ընդամենը ներկայացնել մի կարճ վերլուծություն, որը կարող է անգամ դիտվել հանրահավաքային ձևաչափից դուրս, որի պատճառով ես ոչ այն ներկայացնելու ընթացքում եւ ոչ էլ վերջում վանկարկումների կոչ չեմ անելու։ Այսօր հասարակության մեջ թե Ռաֆի Հովհաննիսյանի կողմնակիցների եւ թե նրա անդիմախոսների եւ քննադատների շրջանում քննարկվում են մարտի 22-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Ռաֆի Հովհաննիսյանի կողմից հրապարակված առաջարկները ուղղված Սերժ Սարգսյանին։ Առաջարկներ, որոնք հրապարակվելով հանրահավաքի ընթացքում արժանացան նրա մասնակիցների հավանությանը։ Ինչպես հիշում եք, դրանք երկուսն են։ Առաջինը՝ նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում, կամ երկրորդը՝ իշխանության կիսում ժողովրդի հետ։ Բնականաբար, Ռաֆի Հովհաննիսյանին որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրած քաղաքացիների, իսկ դա մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն է, նրանց համար առավել ընդունելի պահանջը հենց առաջինն է՝ նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում, որի միջոցով հնարավոր կլինի ամրագրել ժողովրդի հաղթանակը եւ իրականացնել խաղաղ իշխանափոխություն։ Սակայն այս տարբերակը, որքան էլ ցանկալի, նույնքան էլ բարդ իրականացվելիք տարբերակն է, եւ նկատի ունենալով հավանաբար այդ հանգամանքը Ռաֆի Հովհաննիսյանը նահանջի համար նրբանցք է թողել գործող նախագահին, առաջարկելով նաեւ երկրորդ տարբերակը հանձնել իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ ներկայացուցիչին, այդպիսով հնարավորություն տալով Ռաֆի Հովհաննիսյանին ձևավորել նոր ազգային միասնության կառավարություն, որում ընդգրկված կլինեն ազնիվ, արհեստավար եւ առկա քաղաքական ներկայապնակի ամենալայն սպեկտրը ներկայացնող անձիկ։ Իսկ դա երաշխավորված ճանապարհով իրականացնելու համար ըստ այդ առաջարկի անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի միջոցով ժողովրդի հաղթանակը կամրագրվի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, որն էլ ըստ գործող սահմանադրության ձևավորում է կառավարությունը։ Ընդ որում, որպեսզի ընտրությունների օրինականությունը երաշխավորված լինի, մինչև այդ առաջարկվում է Ռաֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված տեխնատուներին նշանակել որպես վերահսկող, իրավապահ եւ արդարադատության մի շարք մարմինների ղեկավար եւ նրա առաջադրած մարդկանցով փոխարինել առնվազն 5 մարզպետերի, երաշխավորելով նրանց պաշտոնավարումը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այդ մարմինների թվում են, ինչպես գիտեք, ՀՀ գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հարկային եւ մաքսային պետական ծառայությունը, Վերստուգիչ պալատը, արդարադատության խորհուրդը եւ անգամ կրթության եւ գիտության նախարարությունը, քանի որ կրթական համակարգը հատկապես շատ շահագործեց իշխող կուսակցության կողմից ընտրախախտումներ իրականացնելիս եւ ունի վերահսկողության լուրջ կարիք։ Մյուս կետը վերաբերում է ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխությունների իրականացմանը, այն է մեծամասնական ընտրակարգի վերացում, թողնելով բացառապես համամասնականը, ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման մեջ քաղաքական կուսակցական սկզբունքի վերականգնումը, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների քվեարկության ապահովումը կամ ընտրացուցակներից նրանց դուրսբերումը։ Այսպիսով, այս առաջարկով Ռաֆի Հովհաննիսյանը հստակ եւ կարեւոր քայլ է արել միասնության ուղղությամբ եւ եթե սահմանի վրա ադրբեջանական զորքերի կուտակման մասին իշխանությունների կողմից տարածվող հաղորդումը լոկ շահադիտական նպատակներով չի արվում եւ շահագործում չէ, ուղղակի շահարկում չէ, Սերժ Սարգսյանը եւ եթե Սերժ Սարգսյանը գիտակցում է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի խորությունը եւ վտանգավորությունը եւ պատրաստ է համարժեք
ընդառաջ քայլերի, ապա ավելի մեծ զիջում Ռաֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի կողմից նա պետք է որ չսպասի, այլ իրականում եւ ոչ թե միայն խոսքով, ինչպես դա արդեն արել է, ձեռնամուխ լինի մինչև ապրիլի 9-ը այս հիմքով երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս հանելու եւ դեպի իրական փոփոխություններ տանելու համատեղ ծրագրի ընդունմանը։ Համաժողովրդական ցածման ալիքին մնացել է ընդամենը 4 օր։ Այլընտրանքը մի կողմից համաժողովրդական պայքարի սաստկացումն է, Հայաստանը երկարատև ներքաղաքական ցնցումների եւ առճակատման հորձանուտ ներկաշելն է, մյուս կողմից արտագաղթի ալիքի ուժգնացումը եւ փոփոխությունների հանդեպ հույսը կտրվելու արդյունքում հայրենադարձության սպասվող ալիքի կանխումը, մեր Թուրքիայի եւ վերջին տարիներին արտագաղթած հազարավոր ձեռներեց հայրենակիցների կողմից 100 միլիոնավոր դոլարների ներդրումների չիրականացումը, մի խոսքով երկրի շարունակական թուլացումը, նրանում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի ուժգնացումը, որի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական շրջապատի վրա իր բոլոր տեսակի, լինի դա կոռումպացված եւ ընչաքաղց, թե հայրենասեր թևերով։ Իսկ այն, որ ժողովրդի պայքարը ամեն դեպքում բերելու է միարժեք հաղթանակի, կարծում եմ ոչ նախագահականում, ոչ ազատության հրապարակում եւ ոչ էլ աշխարհում որևէ մեկը չի կասկածում։ Շնորհակալություն։